40-ից ավելի տեղական արտադրողներին կրկին համախմբել էր գալիք տոնը։ 4-րդ տարին անընդմեջ Գորիսում անցկացվում է ամանորյա տոնավաճառ։ Ստեղծվել էր տոնական ու ջերմ մթնոլորտ, որտեղ մարզի բնակիչները ներկայացան ձեռքի տարբեր աշխատանքներով եւ սեփական բերք ու բարիքով։ Մտածում եմ, որ ցանկացած ձեռներեց կարող է իր հնարավորությունների սահմանում անգամ ամենահասարակ օրը դարձնել տոն եւ իր համար եւ իր հաճախորդի հետ շփման ընթացքում եւ թեկուզ ուղարկի, եթե վաճառք չի լինում կամ քիչ է լինում, շատ խնդիրների գտած լուծումները կարող են հետագայում մեծ վաճառքների բերել կամ պարզապես ստանալ մեծ պատվերներ, որը շատ հաճախ է պատահում տոնավաճառների ժամանակ, որտեղ պոտենցիալ հաճախորդները կորպորատիվ պատվերներ են տալիս կամ հետագայում դառնում են քո ապագա հաճախորդները։ Արտադրողները կարողացան անմիջական շփում ունենալ հաճախորդների հետ, հասկանալ պահանջարկը։ Այցելուներն էլ գտան նվերների հարմարավետ տարբերակներ հարազատների համար։ Եկել էի վաճառելու իմ պատրաստած զարդերը, բայց բավականին շատ գնումներ կատարած եւ նվերներ ստացած գնում եմ տուն։ Ամենաշատը հավանել եմ այն, որ կարողացա եւ նվերներ գնել եւ հասկանալ, թե ինչ եմ դնելու իմ տոնական սեղանին։ Impact Hub Սյունիքի նախաձեռնությամբ է իրականացվել տոնավաճառը, որի նպատակը տարածաշրջանի փոքր բիզնեսներին, տաղանդավոր երիտասարդներին աջակցելն է։ Բիզնեսները հնարավորություն են ստանում շփվելու հաճախորդների հետ, վաճառքներ կատարել եւ նաեւ գործընկերներ ձեռք բերել ավելի երկարաժամկետ համագործակցության համար։ Մեզ համար շատ կարևոր է նման հնարավորություն եւ հարթակ տրամադրել նաեւ տեղացի ձեռներեցներին եւ արտադրողներին, եւ ես համոզված եմ, որ սա լավագույն հնարավորությունն է տեղացի ՓՄԾ-ներին աջակցելու կայուն զարգացման համար։ Տոնավաճառի ընթացքում այցելուներին ուղեկցում էին երաժշտությունը, տաք ըմպելիքներն ու համեղ խորտիկները։ Տոնական օրն ամփոփվեց խարույկի շուրջ, երգերով ու ազգային պարերով։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։